երեխեք ջան, բարի լույս բոլորին։ Վաղ առավոտ է, ես դրսում եմ, շտապում եմ իմ գործերով։ Հոն զգում եք, բավականին սառն է իրականում, բայց տակ եմ հագնված, տակ ստո կամֆորտի մեջ եմ։ Ես իջա Ռասիայում միշտ ավելի օդը կեղտոտ է, քան կայարանում, որ ինձ թվում է երթևեկության ակտիվությունից է, չգիտեմ, տոլի ավելի բարձր ենք դրանից է, այդ մշտապես տեղ ավելի մառախլապատ է, մառախուղը դնում եմ շակերտների մեջ։ Ես եկա մտա Երևան City, ուզում է այստեղից ամանորի համար քաղցր սուջուկ վերցնել, որովհետև իմ ուզած ֆիրման մեր մոտ չկա, էլի։ Մի խոսքով քաղցր սուջուկ վերցրեցի, հիմա մի հատ գնամ փորձեմ այդ Secret Santa-ի նվերի հարցը լուծեմ, մեկ էլ եղբորս որդու ամանորյա նվերի հարցն եմ ուզում այսօր լուծել, տեսնեմ ինչ խաղալիք կա, հետաքրքիր երեխու վերցնեմ ու անցնենք առաջ։ Մի հատ գնամ մինիսո մտնեմ, տեսնեմ ինչ որ բան կա ստեղ թե ոչ։ Դրսից նայում եմ, ինչ որ նավագույնի տեսականի կարծես չկա, բայց մի հատ ներսից գնամ, որովհետև ներսում միգուցե ամեն ինչ այլ լինի։ Եկա Երևան տոնավաճառ խաղալիքի հետևից։ Ես արդեն տանն եմ։ Կոֆես, դավջան սեղանը մի շարը խնդրում։ Դավի թուշիկը որ տեսնեք ոնց է ուռել, այսօր պիտի տանի խորենը ադամնաբուժարան։ Նայք, կորանամ ես։ Աղաջուրը ողողում ենք երեկանից, էլի են թուշիկն է։ Սա իմն է, դավ դու նոր քաղցր կերար, քո ատամին չի կարելի քաղցր։ Հողբալ, այս ամանորի համար եմ արել, մի րոպե։ Այս երկուսը։ Սա ավելի թանկ էր, սա ավելի էժան, բայց նույն ֆիրման է։ Բայց ես ամեն տարի առնում եմ ես, բայց նռան գույնը միշտ եղել է մուգ սիրուն գույն։ Այս անգամ սենց բաց անկապ գույն է։ Ես ուսամ դա համի վրա չի ազդում, ուղղակի մյուսներն են նայեցի, տեսա բոլորին նայեց գույն, դրա համար էլ զացիկլիվացը չեղա, էլի, որ ինչի է այդ գույն։ Ենթադրաբար սիրոպը բաց է բռնել այս անգամ։ Էй, դա թեյնիկս կկոտրես։ Մի խոսքով, թե ես, թե խորենը շատ ենք սիրում այս քաղցր սուջուկները կամ չուչխել են ասում, հա, ոնց կուզեք անվանեք, համով է շատ, դրա համար մտասիթի վերցրեցի, այդ Դավի Secret Santa-ի նվերը առա, հետը շոկոլադ կդնեմ, տես կհամադրեմ խաղ է, էլի, նաստոյնի խաղ, այդ խաղից մենք էլ ենք ունեցել ժամանակին, և առա աղբորս տղայի համար, տենց ավտոմատ, խաղալիք ավտոմատ, դա եվս սիրուն հետո կփաթեթավորեմ, այս տարի փաթեթավորման վիդեո չեմ նկարելու, վաբշե ինձնից ակնկալում եք նաև այդ մարդկանց տեսակները ամանորին և էլի շատ բաներ, բայց ես շատ եմ խնդրում, որ ինձ ներող լինեք և հասկանաք, որ ուղղակի չեմ հերիքում ամեն ինչի, դասերը, համալսարանը ինձանից շատ էներգիա է տանում ու այս պահին իմ կյանքում պրիորիտետ է դա կարևոր է, դրա համար ես իմ էներգիան առաջնային ուղղում եմ այդ մասով ու նոր տակը ինչ մնում է արդեն բաշխում եմ, չգիտեմ, իմ աշխատանքի մեջ, իմ շփման մեջ, հա շփում, դաժե ընտանիքիս հետ հաճախ չի ստացվում նորմալ շփվել կամ խորենն է աշխատում, ես եմ այդ պահին ազատ կամ ես եմ սովորում այդ պահին ինքն ազատ, так что ներողամիտ եղեք, եթե ինչ-որ բաներ ձեզ սպասելիքները, հա, ինչ-որ կետերով չեմ կարողանում արդարացնել, սուրճի ժամ։ Մինչև Դավիթ ու խորենը գնացին ատամնաբուժարան, իդեպ այս պատը նորից էր բորբոսներ, խորենը նորից է մաքրել, անտի պլեսինյա փչել, մեր տանտիրոջ հետ խոսել ենք, գարունը այդ հարցը կլուծվի, դրսի կողմից պիտի երևի գաջվի, սվաղվի, չգիտեմ, լավ չեմ հասկանում, ամեն դեպքում եղանակները բացվեն, այդ հարցով կզբաղվենք, դրա համար այսպես բերել եմ այստեղ մեր բասկաթոռը, ու սա լրիվ ազատ ենք թողել, ու քանի որ շատ տգեղ է, ես հիմա կփորձեմ այս անկյունը իմ զապաս ներկով կարգի բերել հուսամ, ինչ-որ բան կստացվի, Դավիթն էլ ենքան տվորչիսկի երեխա է, որ այս հատվածում սենց բաներ է արել, փորձենք մի հատ այս պատը կարգի բերել, հուսամ շատ տարբերություն չի տա, բայց թվում ավելի լավ կնի, քան սենց։ Վերջ երեխեք ջան, այս հատվածը փորձեցի Զամասկայով ծածկեմ, ինչքան իմ դելետանտ վիճակ է ինձ թույլ տվեց, կարևորը տեսեք ինչ լավ բան է եղել, փակվել այդ մասը, հեսա չորանա մի հատ էլ վրայով կանցնեմ,
Մինչև այդ պատը երկու անգամ մի անգամ վերավանցել եմ, երկու անգամ էլ կներկեմ։ Սա թող չորանա առայժմ։ Աթերը նայեք, ուրեմն խորացել է, այս հատվածն էր փլվել, զամասկեցի, մաքրեցի, այս ամբողջ պատը, այս սյունը, որ մատերի տեղ էր, մի խոսքով մի հատ գժված վիճակ էր մոտս, այս հատվածը բաց եմ թողել նոր տեսա, պարզա, ես չեմ կարող իդեալական գործ անել, ես վարպետ չեմ, բայց հաստատ շատ ավելի լավ արդյունքը, քան ունենք, գոնե թե ակուրատնի կմնա, մինչև հետո մի անգամ կարող է նորմալ նորից ներկենք ամբողջությամբ, բայց այն որ սա հրաշալի ռեզուլտատ է, դա փաստա, այ հիմա սիրտս ընկավ տեղը, նեղվում էի, ահա որ, հիմա պլիտան կբերեմ կմիացնեմ այս հատվածում, որ չորանա այդ զամասկանուներկը, որ հնարավորինս արագ էլի, թե երեխեք կարող է կպնեն։ Չեմ կանգ առնեմ, դեռև ցնդվել եմ, դիվանի հետևի պատը արեցի, այս հատվածի պատը ինչ որ բաներ կային այս մասում արեցի, հիմա էլ ուզում եմ անցնեմ այս հատվածը, որտեղ եթե մոտիկ գնանք, կտեսնենք, որ դավի մատիկների տեղերը եւ ոչ միայն դավի այստեղ արկային փորձեմ ես անեմ։ Հավեսն է, որ ինքը չորանում է ու չի երևում, որ կեսնես ներկել կամ տեղ-տեղես ներկել, ինքը դառնում է մեկ ընդհանրություն։ Ես ցույց եմ տալիս այն պատը, որը ես միշտ խնամքով թաքցրել եմ։ Այս հատվածում աղբար կղնա լինում, նու աղբի տոպրակները, աղբար կղ հիմա չունենք, առաջ աղբար կղներ, ու բնականաբար երեխեք աղբը լցնելիս, ինչ որ թաթիկները կեղտոտ, կամ ինչ-որ բան է աղբի մեջ գցում ցպնվում է պատերին, ու այս հատվածը իմ համար տաբու է, ես ատում եմ այս հատվածը։ Ու քանի որ խոհանոցի ռեմոնտը այս համար չստացվեց եւ մինչեւ գարուն հաստատ չի ստացվի, ես ուզում եմ սենց մի բան անեմ։ Ներքս շատ չի, որ ամբողջ ներկեմ այս պատը։ Դրա համար ուզում եմ այս հատվածը այսքան ներկեմ, որպեսզի զուտ այս տհաճ ահա որ սարսափելի տեսարանը էլի մաչկը չտեսնի։ Հետո երբ որ խորենի հետ կորոշենք նորից նորմալ ներկել խոհանոցը, այդ ժամանակ ամբողջովին կիրականացել։ Ափսոս ռոլիկ չունեմ, գիտեք չէ որ ռոլիկ ունենայի կարողա փորձեի բոյից բոյ ներկել, ինձ թվում է կհերիք էր, բայց շոտկայով մի տեսակ ռասխոդը շատ է լինում։ Անցան գործի Դավի Սատամը բժիշկը արել էր ինչ որ պետք է, պիտի ողողենք, շաբաթօրը նորից գնանք, շատ զգուշ պիտի լինենք, արդեն վտանգավոր էր։ Մի խոսքով երեխեք, ինձ համբերություն։ Էդ ինչ եք խաղում, պապան ինչ ա, մի տենց սեղմի այդ տղա թափվում է։ Պապան իրանց ռացիայի առել։ Դավի մազերը կտրել էին գիտեմ, դուք չգիտեմ տեսել եք թե ոչ, մի երկու օր առաջ։ Հիմա էլի անք խելոկրացիայով խաղան, ես անցնեմ իմ գործին, այո, արագի մեջ խաչապուրի կերանք, որովհետև ընթրիկ չէի սարքել, այս ներկելու գործերով էի, բայց կարևորը ոչ մեկը սոված չենք։ Եվ ինձ տեսնելով կարող են ասել, գժվել է ինչ է։ Եվ ես էլ կասեմ, այո, գժվել եմ։ Ինչու չգժվել։ Երեխեք, չնայած նրան, որ ներկս հերիքես միայն այս հատվածին, եւ ես մասը մի քիչ sense անկապ մնաց, բայց միևնույնն է, ես գտնում եմ, որ 100 անգամ ավելի լավ է sense լինի, մաքուր, կոկիկ, դոն նկարել եմ, բարեբախտաբար, դուք տեսաք, ու ինքներդ էլ կարող եք կարծում եմ փաստել, որ շատ ավելի ակուրատնի է sense, քան եթե թողեի հին ձևով։ Մինչև առաջ Աստված հետո բան կանենք, ընդհանուր կներկենք, այնքան ուրախ եմ, մեռած եմ կատաստրոֆիկ, թիակներս, ողնաշարս, գլուխս, սաղ ցավում է, որտեղ մոտ 3 ժամ ես պպզեր վերեմ կացել, ներկել եմ, բայց այնքան բավարարված եմ, ամբողջ տունը թարմացրել եմ, հրաշք։ Նախ սկսեմ նրանից, որ օրը ինչպես տեսակ շատ պրոդուկտիվ էր, բացի այդ պատեր ներկել, թարմացնել տունը, նաև լոգասենյակը մաքրեցի, Վայբերիսում նայում էի, ուզում էի վերցնել աղբաման, բայց մեծ չափի։ Մենք քանի անգամ աղբաման գնելու փորձ արել ենք, բայց միշտ պարզվել է, որ շատ շուտ լցվում է այդ դույլը, ու հետո մի 2-3 հատ էլ կողքից ցելոֆան է, հա, լինում, ու տենց շատ ավելի ներվայնացնող է։ Դրա համար անցել էի ցելոֆաններին, մեծ ցելոֆաններ էին գնել, այդպես էինք աղբը պահում, բայց քանի որ ցելոֆանները մեկ-մեկ շրջվում են, բանում պատին կարակսվի, կեղտոտվի, ես ուզում եմ մի հատ մեծ 30 լիտրի կարգի դույլ առնեմ։ Վայբերիսում գները մի քիչ թանկ թվացին ինձ, հիմա մի հատ կուսումնասիրեմ, մոնիտորինգ կանեմ, տեսնեմ մեր խանութներում ինչքան են, ու ստայդեմ կհասկանամ, որ տարբերակն է ավելի ադեկվատ։ Ուրեմն ինչ վերաբերվում է նոր տարվա նվերներին, նախ ասեմ, որ իմ ու Խորենի կողմից նվերները արդեն փաթեթավորել ենք,
Ձմեռ պապիկի կողմից նվերների մասին եթե խոսեմ, Դավինը արդեն պատրաստ է։ Այսօր որ գնացի Secret Santa-ի համար առնելու Մուրադիկիս համար, այնտեղ տեսա հարմար տարբերակ եւ դա կլինի իր ուզած նվերը։ Շատ ավելի բարդ են գործերը Արտաշեսի նվերի հետ։ Իր նվերը դեռ պիտի որոնել։ Առաջի գվարյա մնացել է գերխնդիր Արտաշեսինը։ Սենց կամաց եմ խոսում, հետո ձայնս չեք լսելու, բայց մոնտաժով կփորձեմ բարձրացնել։ Հա, եկեք համ մաքրեմ, համ խոսենք։ Կարոջի գվարա, սեք վալբերեսից գլխի էի վերցրել իմ համար։ Այդ սենց լցնով է այսպես ասած, նենց լավն է հետը։ Երկու տեսակի է, մեկը շուտ եմ ավելի վերցրել, մեկն էլ նոր։ Այս երկրորդը ավելի իմն է, էլի, մեղմը ավելի։ Համեմատության համար երկուսից նոր ձեռքիս արեցի ու հասկացա, որ երկրորդը այո ավելի իմ հոտնա։ Քան առաջինը, վայ ինչ հոգնած եմ երեխեք, վայ պարկեցի անկախ ինձնից աչքս կպել էր, ոնց էր ցավում մեջքս, ես հələ վաղը կլսեմ այս ամեն ինչի մասին, մեկ ժամով որ քնում ես մարմինդ չի հասցնում բռնվի, բայց այ վաղը ես կարդանամ, կարծում եմ բռնված մկաններով, որովհետև ինձ համար անսովոր քանակի կքանիստներ եմ կատարել այդ ներկելու ընթացքում, հետևաբար բնականաբար օրգանիզմս շոկի մեջ կլինի և կասի what ու կբռնվի։ Այս էլ էսպես երեխեք ջան, նոր տարվա մսեղենից այսօր խորենը առել էր ստալիշնի միսը տավարի և բլինչիկի միսը։ Այս քանի օրը բլինչիկը ես կպատրաստեմ և այսպես ասած մի կողմ կդնեմ, գիտեք միշտ ավելի շուտ եմ պատրաստել ամեն տարի, այս տարի իմ ուսանող լինելու հանգամանքը մի քիչ իմ գործերի գրաֆիկը հետաքրքրում, բայց ոչինչ, կարևորը որ հասցնենք իտոգում։ Սովորել եմ ավելի թեթև վերաբերվել այդ հասցնել չհասցնել ասվածին, օրինակ շատ ծանր էի տանում, որ չեմ նկարելու ձեզ համար նվերների փաթեթավորման վիդեո, մարդկանց տեսակներ բան, բայց հետո ասում եմ ոչինչ, այս տարի նվիրի ուսմանդ, հետո կփորձես էլի այդ ամեն ինչը անել, բայց հիմա պրիորիտետ է էլի այդ, պետք է անել, լավ անել, որ լավ գնահատականներ ստանանք, խելացի լինենք նաև, ամենակարևորը դա իրականում, քան թե գնահատականը, ամեն դեպքում ես սիրում եմ, որ իմ աշխատանքի համար համապատասխան գնահատական ստանամ։ Երկու տակ լվացի դեմքս, խորը մաքրում արեցի քլինզերով և հիմա անցնենք մեր շիճուկին։ Այ պրոդուկտի, որ ունենալուց հետո միշտ այնպիսի գոհունակություն այջնում վրաս, երեխեք, մե այնպիսի տրամադրության բարձացում, իսկ այն օրերը, որ զգում եմ, որ թերի եմ անցկացրել, ասենք ուսումը արել եմ, տունը չեմ արել, կամ տունն եմ արել, ուսումը չեմ արել, այդ օրերին սենց հոգեբանորեն ինձ զգում եմ ոչ այնքան պիտանի, հա, չասենք անպետք, որ դա այդպես չի, բայց ոչ այնքան պիտանի, իսկ այս օրերին прям самооценка зашкаливает, понимаете? Всё, երեխեք, շնորհակալ եմ իմ դեմք, որ այսօր եւս ծառայեցին ինձ քո գեղեցկությամբ եւ քո օրիգինալությամբ։ Դա իբր մոտիվացնում եմ, էլի ձեզ որ գովեք ինքներդ ձեզ, այդ կարևոր է։ Ես ննջասենյակում իմ անկողնու վրա նստած կարաոկեով երգում էի Զենֆիրայի, Դիանա Արբենինայի երգերը, սենց լրիվ վայբի մեջ էի, հետո ասեցի մի հատ ձեզ հետ դուրս կամ կապի, հիմա պիտի գնամ զբաղվեմ մազերիս լվալով, խնամքով, վաղը մի հատ ուզում եմ հասկանամ ռեստում դաս կա թե չէ, մեր այնտեղ երեխեքից մեկին գրեցի տեսնեմ հələ ինչ նորություն կա, որովհետև սովորաբար մեր գրուպայում այնտեղ գրում են վաղ ունեք, այս ինչ թեմայով դաս, այս ինչ ժամից, այս ինչ է, այսօր գցած չէր այդ ինֆոն,
ասեցի միգուցե գիտեմ, որ էլ դաշ չկա, ասենք մինչև ամանոր, ես մի հատ ճշտ եմ այդ պահը։ Մի 2-3 դաս բաց եմ թողել իրականում, այնտեղ գրաֆիկս մի քիչ խառներ, բացի դա էլ այնտեղ անցնում էինք թեման հոգեբանությունը անգլերենով, ճիշտը որ ասեմ, ինձ այդքան հոգեհարազատ չի այդ ֆորմատը դասի անգլերենով, դրա համար տենց գտնում եմ, որ սենց, չգիտեմ, չգնալս շատ կորուստ ինձ չտվեց, իմ անգլերենի հարցով իհարկե ես պիտի զբաղվեմ, էլի թողել եմ կիսատ խորենի հետ պարապմունքները, դա շատ կարևոր է, վաղ մյուս օր թրեյնինգներ են, բաներ են, անգլերենով են լինում շատ անգամ ու իսկապես կարևոր է անգլերեն իմանալը, էլի։ Բայց որ սենց կիսատ պրատ գիտեմ, այդ անգլերեն դասը ինձ այդքան հետաքրքիր չի տրվում, էլի, այսպես ասած։ Հիմա խորենը դավը գնացին խանութ, ես ինձ ստիպեմ մի հատ գնամ լոգան կընդունեմ, նենց եմ ալալում, նստել էի ստուգարքներիս բանն էի կարդում ռեֆերատը, զգացի ուղեղս չի ընկալում, շատ է ցավում գլուխս, զգում եք չէ վերջին շրջանում ինչքան եմ ասում, գխացավ, այդ ինֆորմացիայի քանակից է, շատ է ծավալ է ինֆորմացիա, որ օրական ուղեղս ընկալում է, դրա համար գերհոգնում է, մոզգս մեկ-մեկից թվում է կտրակի, խորենին, բլինչիկի պարագաները մոռացա ասեմ, լավ վաղը թող բերիք, իրակի պլանավորում եմ բլինչիկ սարքել, եթե ոչինչ չխանգարի, եղունգները սաղ ներկոտվել այրեկվա ներկերից, այսօր արթնացա տեսա, խոհանոցս ներկատ մոռացել էի, որ լիմա է քնից վերս կենում, հիշում ես էնակ, հիշում ես, որ յոլկա ես դրել կամ հիշում ես, որ տունը վերանվում կացա, ու մեն տեսակ սենց հավես կացողություն է իշնում վրա, լրիվ այդ բաներ, մոտս քանի տանը չեմ, բայց այն ամենայնիվ ես ռեֆերատս մի հատ կարդամ, որտեղ որ դավուկ ասկա, լրություն ուժը не видать, երկու սովորի արեն անգնում, вообще կաշմարա լինում, պիտի առիթը օգտագործեմ ճիշտ պահին։ Գնումները, որ Դավիթն ու իր պապան արել են, այս ձեր բուրգերներն է, որ այս բուրգերների մի հատը քանի դրամ է, այնքան թանկ են։ Ինչ? 500։ Հա, բանանա բերել խորենը, հələ մի րոպե։ Ան ձեր շութերը վերցրեք, ինձ հանգիստ չեք թողնի թե չէ։ Խաչապուրի եմ ուզել, մինչև ճաշ սարքեմ, լավաշ, կոլա զիրո էի ուզել, երկու կատ, որովհետև բլինչիկը երկու պորցիա եմ ուզում սարքել, հավկի տերի բլինչիկի համար, թթվասը, ոչինչ վաղը կարնես, կիրակի եմ սարքելու, դվորըք, խորենը ասում է տեսա իմ սիրած գույնի բաժակ է սկոլայի վրա, դրա համար վերցրեցի, սիրում ենք կանաչ գույն, ուզել էի խորենից էկլեր, Արտաշեսի սիրտներ էր շատ ուզում իննել, և հավի բդիկներ, որոնք պիտի սարքեմ, ափսոս կարմիր պղպեղը չի բերել, մի խոսքով այսպիսի գնումներ, և թան ենտեղ ինչպես տեսնում եք։